մենք սկսել ենք շատ բարդ, շատ դժվար ուղի, որը ձեր բոլորի աջակցությամբ եւ ձեր բոլորի համատեղ ուժերով կարողանում ենք ել ավելի լավը դարձնել ամեն տարի։ Case-Key բիզնես խնդիրների լուծման մրցույթը 5 տարեկան է, հոբելյանական տարվա գործունեությունից անմասն չէ Byblos Bank Armenian, բանկի ու հարթակի համագործակցությունը նոր չէ, որ սկսվել է 2023-ին եւ 2024-ին Byblos Bank Armenian մրցույթի գլխավոր հովանավորն էր, ֆինանսավորել է նաեւ Case-Key հավաքական թիմի մասնակցությունը 3 հեղինակավոր միջազգային մրցույթի։ Մենք չափազանց բարձր ենք գնահատում համագործակցությունը, որովհետեւ մենք տեսնում ենք այն որակը, որ ստեղծում է ծրագիրը, մենք տեսնում ենք ուսանողների պատրաստվածության մակարդակի կտրուկ աճը 1 տարվա ընթացքում, մենք տեսնում ենք, որ այդ ուսանողները բավականին արագ, բավականին լավ գործատուների մոտ աշխատանք են գտնում ու դա մեզ համար չափազանց կարևոր է, որտեղ դա նպաստելու է ընդհանուր գործարար միջավայրի, ընդհանուր բիզնեսի արդյունավետության բարձրացմանը։ Եվ այսպես Byblos Bank Armenia Case-Key համագործակցությունը նոր փուլ է մտնում։ Առաջիկայում բանկը կլինի Case-Key-ի ռազմավարական գործընկերը։ Հուշագրի համաձայն բանկն իր թիմի հետ երիտասարդներին կաջակցի ռեսուրսներով, խորհուրդներով ու փորձով, ինչպես նաև կշարունակի ֆինանսավորել Case-Key հավաքական թիմի մասնակցությունը բիզնես խնդիրների լուծման միջազգային մրցույթներին։ Մենք հասկացանք, որ մենք երկարաժամկետ ենք այս ծրագրում ու մեր աջակցությունը, երկարաժամկետ աջակցությունը ավելի մեծ վստահություն կտա նախագծին եւ իրանք ավելի մեծ վստահությամբ նոր պրոյեկտներ կնախաձեռնեն։ Մեր համար չափազանց կարևոր էր այս ռազմավարական փաստաթղթի ստորագրումը։ Երկարատև համագործակցությունը մեզ շատ մեծ վստահություն է տալիս մեր արած գործում, այսինքն մենք ավելի ենք համոզում, որ մեր արած գործը ճիշտ է եւ ճիշտ ուղղությամբ ենք գնում։ Նաեւ մեզ ստիպում է, որ մենք անընդհատ շարժվենք առաջ, անընդհատ անենք ավելի լավ, ավելի բարձր մակարդակի, ավելի մեծ մասշտաբի։ Byblos Bank Armenia-ի հետ ստորագրած ռազմավարական հուշագիրը մեզ ստիպելու է ել ավելի մեծ բարձունքների հասնել, ել ավելի մեծ մասշտաբի պրոյեկտներ անել։ Գործընկերների աջակցությամբ եւ մասնակիցների համար աշխատանքի ու կամքի արդյունքում մերոնք լուրջ խնդիրներ են լուծում միջազգային մրցույթներում, գերազանցության ձգտումն ու ստեղծարար միտքը թերևս մեր տնտեսության համար եւս նոր նշածող սահմանելու մեծ ներուժի արկայության մասին է խոսում։ Կենտրոնական բանկի ամենակարևոր արժեքներից մեկը գերազանցությունն է։ Այստեղ դուք շատ շուտ կնկատեք եւ երևի թե արդեն նկատել եք, որ այս նախագծում ինչ որ տենց հեշտ բաներ չկան։ Ամեն ինչը պետք է արվի ամենաբարձր մակարդակով, ինչը մեր համար խիստ կարևոր հարց է, որ եւ պատճառներից մեկն է, որ կենտրոնական բանկը ելես նախաձեռնության հետ։ Այսինքն մենք տեսնում ենք, որ այստեղ իսկապես կա ձգտում գերազանցության եւ մենք դա քայլ առ քայլ տեսնում ենք։ Մենք ձգտում ենք excellence-ի, այսինքն հայերեն ասած գերազանցության։ Ու գերազանցության մեջ նաև շատ կարևոր կոմպոնենտ է մրցակցելը եւ մրցունակ լինելը։ Եվ մրցունակ լինելը ոչ թե ազգային մակարդակում, այլ միջազգային մակարդակում։ Այն, որ մեր մասնակիցները մրցում են աշխարհի top 50 համալսարանների թիմերի հետ եւ շատ ժամանակ հաղթում են, դա մեզ տալիս է այն վստահությունը եւ մեզ տալիս է այն ճիշտ ուղղությունն է ցույց տալի, որտեղ որ մենք պետք է գնանք։ Մեզ համար նաեւ չափազանց կարևոր է պրոֆեսիոնալների ներգրավվածությունը, ովքեր ցանկություն են հայտնում մասնակցել ծրագրին որպես դասախոս, որպես մարզիչ, որպես բանախոսություն կարդացող եւ այլն, որովհետեւ բացառիկ որակի բանախոսներ են ծրագրում մասնակցում եւ կարծում եմ ուսանողները այս ծրագրից դուրս նմանատիպ փորձառություն ստանալու հնարավորություն չեն ունենում եւ մենք էլ ուրախ ենք, որ այդ էքսկլյուզիվ հնարավորությունը մեր աջակցությամբ տրվում է ուսանողներին։ Մեր աշխատանքները իրականում շատ ծանր են կատարվել, այսինքն այն ինչ տեսնում են 10 րոպեվա ընթացքում, այդ չնչին մասնակազմում մեր աշխատանքների մենք ունեցել ենք անդադար անքուն գիշերներ, շատ ենք հավաքվել Case-Key-ի գրասենյակում, մեր քոչերը անդադար աշխատել են մեզ հետ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր աջակցել են մեզ։ Այս տարի Case-Key-ն համախմբում է առավել քան 230 մասնակցի բաժանված 27 թիմի, որոնց հետ տեղացի մարզիչներից բացի կաշխատի 2 միջազգային էքսպերտ Լիբանանից եւ Միացյալ Նահանգներից։ Ակնկալվում է նաեւ նոր տիպի դասընթացներ ունենալ, որոնց շրջանակում թիմերը կհանդիպեն տարբեր ոլորտների առաջնորդների հետ, քննարկելու առաջադրված իրական բիզնես քեյսերը։